տվյալ փուլում փոփոխության իրականացմամբ մենք ոչ թե ամբողջությամբ փոխում ենք սնանկության ինստիտուտի փիլիսոփայությունը, այլ ուղղակի մի շարք նորամուծություններ ենք կատարում, բարելավումներ ենք կատարում օրենսդրությամբ, ինչը կնպաստի սնանկության վարույթի բարելավմանը։ Հարկ է նկատել, որ ներկայումս գործող օրենքը գործում է 2006 թվականից, չնայած օրենքում իրականացվել են բազմաթիվ փոփոխություններ, սակայն դրանք այսպես ասած բավարար չեն եղել հասնելու այն նպատակին, որին ձգտում է Արդարադատության նախարարությունը ունենալ գործուն սնանկության համակարգ եւ սնանկության վարույթ։ Այս ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք եթե ընդհանրացնենք, առավելապես վերաբերում են սնանկության վարույթի չարաշահմանը, մասնավորապես ներկայումս սնանկության վարույթը առավելապես դիտարկվում է որպես պարտքերից խուսափման միջոց կամ հակառակը որպես պարտքի բռնագանձման տարբերակ, ինչը ըստ էության չի համապատասխանում վարույթի նպատակներին եւ սնանկության ընդհանրապես սնանկության ինստիտուտին։ Շատ անձինք հիմնականում դա դրսևորվում է ֆիզիկական անձանց դեպքում, ֆիզիկական անձանց կանոնավոր սնանկությունների դեպքում, վարույթը օգտագործում են իրենց պարտքերից պարզապես խուսափելու համար, քանի որ գործող կարգավորումները նրանց թույլ են տալիս պարզապես դիմում ներկայացնելու միջոցով կամ արդյունքում հասնել պարտքերից ազատման առանց որևէ բացասական հետևանքների, ինչը վերջիններիս համար իհարկե ստացվում է բարենպաստ միջավայր, սակայն այն վատ է ազդում, իր բացասական ազդեցություններ ունենում ընդհանրապես տնտեսության եւ տնտեսական հարաբերությունների վրա, քաղաքացիական շրջանառության վրա, քանի որ սնանկության վարույթի նպատակը քաղաքացիական շրջանառությունից այն մասնակիցների դուրս մղումն է, ովքեր իրենց կարգավիճակով կարող են ազդել շրջանառության այլ մասնակիցների վիճակի վրա եւ վատթարացնել հարաբերությունները ընդհանրապես։ Օրենսգրքով առաջարկվող փոփոխություններով հենց նպատակը թույլ չտալն է, որպեսզի սնանկության վարույթը օգտագործվի որպես պարտքերից ազատման կամ պարտքի բռնագանձման միջոց, այլ ինքը կատարի իր դերը, այն է ֆինանսական առողջացումը կազմակերպությունների, ֆինանսական դժվարությունների մեջ գտնվող անձանց օգնությունը, օժանդակումը, վերակազմակերպումը կազմակերպությունների ստանաժշտության եւ չգործող կազմակերպությունների լուծարումն ու անձանց պարտքից ազատումը, եթե կան համապատասխան պայմաններ։ Ամփոփ կարծես թե հիմնական նպատակը սա էր, իհարկե մի շարք այլ բարելավումներ եւս կատարվել են, որոնք ընդհանրապես բարձրացնում են սնանկության վարույթի արդյունավետությունը, ընթացակարգային առումով մի շարք բարելավումներ են կատարվել, նոր ինստիտուտներ են ներդրվել, որոշակի փոփոխություններ են կատարվել կառավարիչների որակավորման եւ լիազորությունների ծավալի մեջ եւ այլն։ Իհարկե ուսումնասիրություններ կատարվել են մինչև փոփոխությունները, մանրամասն եւ մեծ վերլուծություններ կատարվել են ընդհանրապես սնանկության օրենսգրքի մշակման համար, մեծ վերլուծական հիմք է հանդիսացել սնանկության ոլորտի բարեփոխման հայեցակարգը, որը մշակվել էր Արդարադատության նախարարության համակարգմամբ ազգային եւ միջազգային փորձագետների կողմից, դրա հիման վրա նոր արդեն նախագծվել է օրենսգրքի նախագիծը, որի մշակման աշխատանքների ընթացքում եւս կատարվել են մի շարք վերլուծություններ, այդ թվում սնանկության շեմի փոփոխության հետ կապված։ Նախ նշեմ, որ որևէ համընդհանուր ընդունելու մոտեցում շեմի նախատեսման կամ շեմի չափի վերաբերյալ չկա եւ տարբեր երկրներ ընդունել են տարբեր մոտեցումներ, երկրներ ունեն, որոնք ընդհանրապես չունեն շեմ, երկրներ ունեն, որոնք սահմանել են ավելի բարձր շեմ, ինչը ըստ միջազգային չափանիշների նորմալ պրակտիկա է, ամեն յուրաքանչյուր երկիր առաջնորդվում է իր սոցիալական իրավիճակով, տնտեսական հարաբերություններում առկա իրավիճակով եւ ըստ անհրաժեշտության սահմանում է պարտքի նվազագույն շեմ։ Տվյալ դեպքում հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, օրինակ մի շարք երկրների փորձը, այնտեղ հիմք ընդունված շեմերը, ինչպես նաեւ ՀՆԱ-ի հետ հարաբերակցությունը, դրանք ամեն ինչը ուսումնասիրելով եւ վերլուծելով եկել ենք այն եզրահանգման, որ կարծես թե 5 միլիոնի շեմը տվյալ դեպքում բավարար է եւ կարող ենք այս տարբերակով առաջ գնալ։ Միաժամանակ նշեմ, որ
Ներկայումս նախագիծը գտնվում է քննարկման փուլում ազգային ժողովում, նախագծում հնարավոր են իհարկե փոփոխություններ, այդ թվում շեմերի մասով, անվճարունակության հատկանիշների մասով եւ այլ կարգավորումների մասով, մինչեւ ազգային ժողովի կողմից վերջնական ընդունումը, սա դեռ վերջնական նախագիծը չէ, այս փուլում ընդունվել է այս տարբերակը շեմերի։ Սնանկության գործընթացը ավելի բազմափուլ է դառնում, բայց մեր կարծիքով ոչ ավելի խիստ իհարկե դառնում է այն տրամաբանությամբ, որ այսուհետ հնարավոր չի լինի ուղղակի չնչին պարտքի համար գնալ սնանկության, դիմել սնանկության եւ սնանկ ճանաչվել, ազատվել պարտքերից։ Նման գործընթաց ընդհանրապես չպետք է լինի, սնանկության վարույթը պետք է օգտագործվի իր նպատակին համապատասխան։ Ֆինանսական առողջացման ծրագիրը դարձել է բազմաշերտ։ Մենք սկզբում նախատեսել ենք վերակառուցման վարույթը, որը այսպես ասած սնանկության վտանգի վարույթն է, ներկայումս գործող, ինչը հնարավորություն է տալիս կազմակերպություններին դիմել վերակառուցման վարույթ իրականացնելու համար, եթե վերջիններս գնահատման հիման վրա կարծում են, որ անվճարունակության հիմքեր կարող են առաջանալ, ինչը նորություն է ընդհանրապես եւ կարծում ենք մեծ ազդեցություն կունենա սնանկության դեպքերը կանխելու համար։ Ֆինանսական առողջացման ձախողման դեպքում ներկայումս գործող կարգավորումների համաձայնել այն հանգեցնում է լուծարման վարույթի մեկնարկին, դա ընդունված այսպես ասած պրակտիկա է, որ երբ ֆինանսական առողջացումը չի հաջողվում, այդ դեպքում արդեն հաջորդ փուլը լուծարման վարույթն է։ Սակայն մենք ունենք նորություն օրենսգրքով, նախագծով, ըստ որի գործող կարգավորումների տարբերությամբ լուծարման վարույթի մեկնարկից հետո հնարավոր է նաև անցում կատարել ֆինանսական առողջացման վարույթի կրկին, այն դեպքում, եթե կառավարիչը վերլուծությունների հիման վրա գալիս է այն եզրահանգման, որ պարտապանի առողջացումը հնարավոր է։ Այդ դեպքում լուծարման վարույթից հնարավոր է լինում կրկին անցում կատարել ֆինանսական առողջացման վարույթի։ Նախագծով ընդհանրապես հավասարակշռվում են թե պարտապանի, թե պարտատերերի շահերը, սնանկության վարույթի հենց նպատակներից մեկն էլ կողմերի, պարտապանի ու պարտատերերի շահերի հավասարակշռությունն է։ Մի կողմից վարույթը թույլ է տալիս ազատվել մնացորդային պարտքերից պարտապաններին, ովքեր իսկապես գտնվում են ֆինանսական դժվար իրավիճակում, սակայն մյուս կողմից էլ հնարավորություն է տալիս պարտատերերին ստանալ իրենց պահանջների առավելագույն բավարարում եւ հաշվի առնում նաեւ պարտատերերի իրավունքները։ Նույն տրամաբանությունը շարունակել ենք նաեւ օրենսգրքի նախագծով եւ տվյալ դեպքում օրինակ անվճարունակության շեմի բարձրացումը, օրինակ դատական ակտը որպես սնանկության դիմում ներկայացնելու հիմք սահմանումը եւս հանդիսանում են պարտապանի իրավունքների պաշտպանության միջոց, քանի որ այդ դեպքում արդեն պարտատերերը հնարավորություն չեն ունենա ուղղակի սովորական հասարակ գործարքի հիման վրա դիմել սնանկության եւ օրինակ գործող բիզնեսի համար որոշակի խնդիրներ ստեղծել, վերջինիս գործունեությունը պարալիզացնել, այսպես ասած։ Սնանկության վարույթը չպետք է լինի պարտքի բռնագանձման, ուղղակի պարտքի բռնագանձման ինստիտուտ, վարույթը պետք է ընդհանրապես օգտագործվի այն ժամանակ, երբ որ իրապես առկա են սնանկության հատկանիշները, անվճարունակության հատկանիշները եւ ուղղակի պարտքի բռնագանձում իրականացնելու համար սնանկության վարույթ չպետք է նախաձեռնվի, այս բարդ ինստիտուտը, այս բարդ վարույթը չպետք է ընթացք ստանա ու այս դեպքում, երբ որ առկա են պարտքի բռնագանձման պահանջ, կարծում ենք, որ սա ավելի ճիշտ է նախապես քննել ընդհանուր իրավասության դատարաններում, որի արդյունքով, եթե հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից բռնագանձման կատարողական վարույթով արդյունքներ չստանան, նոր արդեն հնարավորություն կլինի դիմել սնանկության վարույթի եւ մեկնարկել այդ գործընթացը։ Այս եղանակով փորձ է կատարվում սնանկության գործերից հանել այն գործերը, որոնք ուղղակի պարտքի բռնագանձման միջոց են հանդիսանում եւ ծանրաբեռնում են ինստիտուտը ընդհանրապես, ուստի կարծում ենք, որ նման գործընթացը առավել արդյունավետ կլինի, այս մասով էլ ամեն դեպքում դեռևս քննարկումները շարունակվում են, հնարավոր են փոփոխություններ ազգային ժողովում մինչև երկրորդ ընթերցման ամբողջությամբ ընդունումը, ընդհանուր իրավասության դատարանների մասով իհարկե այս դեպքում հնարավոր է մի քիչ ծանրաբեռնվածության ավելացում, բայց մենք
մի շարք այլ փոփոխություններ ևս իրականացնում է Արդարադատության նախարարությունը, որոնց հաշվառմամբ կարծում ենք, որ դատարանների ծանրաբեռնվածությունը չի լինի էական։ Սնանկության օրենսգրքի նախագծի մշակման ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ տարբեր շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների հետ, կառավարիչներ, փաստաբանական համայնք, բանկային համայնք, դատարաններ եւ մի շարք այլ շահագրգիռ մարմիններ, պետական մարմիններ եւ այլն, հաշվի են առնվել բոլորի դիտարկումները վարույթի բարեհաջող ընթացքը ապահովելու ուղղությամբ գործընթացը չի բարդացվում այն անձանց համար, ովքեր իրապես գտնվում են ֆինանսական դժվարության մեջ եւ իրենց նպատակը սնանկության վարույթի նախաձեռնումն ու ֆինանսական դժվարությունները հաղթահարելն է, այլ ոչ սնանկության վարույթը չարաշահելը, այն որպես պարտքից ազատման միջոց դիտարկելը կամ գումարի բռնագանձման եղանակ դիտարկելը։ Այսինքն այն մարդկանց համար, ովքեր վարույթը դիտարկում էին այդ եղանակով, որ ուղղակի իրանք մեկ դիմումի միջոցով կարող են ազատվել պարտքից կամ մեկ դիմումի միջոցով կարող են հասնել կատարողական, այսպես ասած, գործողությունների սնանկության վարույթի շրջանակում, այո, վերջիններիս համար կարող է բարդանալ գործընթացը, քանի որ նախագծով նախատեսվել են այնպիսի կարգավորումներ, որոնք դատարանին հնարավորություն են տալիս դիմումի ընդունելության փուլում դիտարկել պարտապանի իրապես անվճարունակության հանգամանքը մի շարք պայմանների ստուգման միջոցով։ Եվ այս դեպքում գտնում ենք, որ նախագիծը այս իմաստով բավարար չափով հավասարակշռում է թե պարտապանի, թե պարտատերերի շահերը երկու կողմից էլ, երկուսի համար էլ սահմանելով այնպիսի գործիքներ, այնպիսի միջոցառումներ, որոնք վարույթը կդարձնեն իր նպատակի համար օգտագործելու միջոց, այլ ոչ պարտքից ազատման կամ գումարի բռնագանձման։